Վիպոյանի նամակը մոռացել ես։ Վիպոյանի նամակն էլ Պարոն Վիպոյան։ Բարև ձեզ, պարոն Վիպոյան։ Շատ լուրջ նամակ է գալիս։ Ես ասեցի կատակ անում երևի այդ գրողը, որովհետև սկզբից երբ որ ադմինիստրատորը բերեց նամակը, ինձ թվաց իրոք կատակ է անում, Վասիլավից կրեատիվ մարդ է այս գրողը, բայց հետո գրած էր ես շնորհակալ եմ ձեր ծնողներին, որ ծնել են նման падգամավոր։ Ես այդտեղ մի քիչ լարվեցի, որտեղ ասեցի այս մարդը լուրջ է։ Ու նայում եմ իր տարիքը, հասցեն Գյումրիից էր, շատ լավ, արա Ռաֆու փողոց, ինչ որ sense մի հատ բան էր։ Ու գրում է, որ ես դիմել եմ Շիրակի մարզի բոլոր падգամավորներին, ինձ ոչ մեկ չի օգնել, այդ ես պատմում եմ մի 15 տարվա դեպք, խնդրեմ ինձ ֆինանսական աջակցություն ցուցաբերել։ Ես էլ այդ ժամանակ ասեցի, եթե այս մարդը այսքան հավատում է այդ կերպարին, ես իմ ադմինիստրատոր Անոյին տվեցի $500, ասեցի տարտու, ասա Վիպոյանն է տվել։ Ու Անահիտը գնաց, մյուս օրը հետ եկավ, ասեց չվերցրեց։ Ասեցի ինչի, ասեց իրան 30,000 էր պետք։ Ասեցի, չի ֆայմ է գոնե 30,000 30,000 է պետք։ Հետ էր ուղարկել։ Այդ մարդը երևի հիմա այդ ամոթ դրան։